Արզը սերելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հունիսի 14-ն է, երեք միայն Հովսեփ Խուշուզյանի հետ քննարկումներ մեր, ուրիշ հաղորդում չէինք ունեցել, քանի որ դուք եք տեսնում, երեք մեծ հաշվով շատ բան չկար քննարկելու։ Այսօր նույնպես կարող եմ ասել, որ շատ հարցեր չկան քննարկելու, բայց Իրանի շուրջ կան կարևոր զարգացումներ, հետաքրքիր զարգացումներ, փաստացի մենք ճիշտ էինք, երբ ասում էինք, որ Իրանը հաղթանակ չի տարել։ Արդեն դա զգաց նաև Իրանի ժողովուրդը, այնտեղ արդեն բողոքի ալիքներ են բռնկում, պայմանավորվածությունը չափազանց մոտ է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, ահա այս հարցը մանրամասն փորձենք քննարկել, բայց նախքան դա սկսում ենք Հայաստանից, շատ չեն տեղեկությունները, ինչպես նշեցի, բայց կա մի քանի հարց, որը որ ուզում եմ անպայման միասին քննարկենք Կիրակի օրվա առավոտյան։ Եթե երեկոյան ուրիշ հետաքրքիր տեղեկություններ լինեն, եւ ես կարծում եմ, որ կլինեն, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին արդյունքներն է հրապարակելու ընտրությունների հետ կապված, մենք անպայման, եթե քննարկելու իհարկե հարցեր լինեն, անպայման կանենք հաղորդում։ Նախքան դա անպայման կոչ եմ անում լայքել, բաժանորդագրվել, դա շատ է օգնում յուրաքանչյուր մեր հաղորդման տարածման համար։ Սկսենք երևի թե Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից, որից որ պարզ է դառնում, որ ընդդիմությունը չի ցանկանում հրաժարվել մանդատներից։ Ես փաստացի դա տեսնում եմ նաև Սամվել Կարապետյանի մոտ, դե ԲՀԿ-ի մասով վերջնական պարզ չէ, բայց ամենայն հավանականությամբ վերահաշվարկների արդյունքով դժվար թե անցնի խորհրդարան ԲՀԿ-ն։ 100%-ով չեմ կարող համոզված ասել, սպասենք վերջին արդյունքներին։ Ուրեմն Քոչարյանի հայտարարությունը մանդատների մասով չափազանց հետաքրքիր է հնչում։ Նա ասում է, որ մանդատները լուրջ գործիք են հետագա պայքարը շարունակելու համար։ Մենք վերջնական որոշում չենք կայացրել մանդատների հետ կապված, սա այն որոշումն է, որը պիտի կայացվի խորհրդակցելով նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Այստեղից արդեն պարզ է դառնում, որ իրենց մեջ շատ լուրջ կոորդինացիա է լինելու այդ ընդդիմադիր կոչված ուժերի, ուժեղ Հայաստան դաշինքի, դե ԲՀԿ-ն եթե անցավ բնականաբար նաև ԲՀԿ-ի հետ։ Սա այն է, ինչի մասին մենք խոսում էինք, ընդհանուր առմամբ մի բան են այս ուժերը եւ ամենայն հավանականությամբ իրենք չեն ցանկանում հրաժարվել մանդատներից։ Չնայած խոսում են հիմա նաև սահմանադրական դատարան դիմելու մասին։ Դա էլ կա։ Այսինքն մինչև վերջ անորոշ է, բայց ընդհանուր տենդենսը այն է, որ պետք է իրենք հաշտվեն ընտրությունների արդյունքների հետ։ Պակաս կարևոր չէ Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը Հայաստան վերադառնալուց հետո։ Դուք գիտեք, Ռուսաստանի դեսպանատանը Ռուսաստանի օրն էին նշում, այնտեղ կային նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանի իշխանություններից, մասնակցում էր նաև Ալեն Սիմոնյանը եւ հետաքրքիր կարևոր հայտարարություններ են հնչել Ռուսաստանի դեսպանատանը եւ ինչ դեսպանը վերադարձել է, չափազանց հետաքրքիր ընդհանուր հայտարարություններ են հնչում, չափազանց հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Գյումրիում տեղի ունեցածի մասին մենք արդեն խոսել ենք Հուշարձանի մոտ, այդ վանդալիստական ակտի, որը որ ամենայն հավանականությամբ կազմակերպվել էր հենց Ռուսաստանի Դաշնության կողմից, իրերը պետք է կոչել իրենց անուններով, հետո հաջորդ վանդալիստական ակտը, որ վերցիններով իրեն գնացել է Հուշարձանի վրան գրություններ էին թողնում, դա ես չեմ կարող այլ կերպ բնութագրել, քան վանդալիզմ, քանի որ նման գրություններ անելու համար պետք է թույլտվություն Գյումրիի քաղաքապետարանի, Հուշարձանների պահպանության կոմիտեի, այսինքն Հայաստանի պետական մարմինների կողմից պետք է թույլտվություն լիներ, որպեսզի այդ զինվորականները գնային եւ նման գրառումներ կատարեին։ Կարևորը սակայն այն է, որ Ռուսաստանի դեսպանը հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել վերադառնալով Երևան։ Նա ասում է, որ Ռուսաստանը հարմարվում է նոր Հայաստանի գաղափարին եւ որ երկու երկրների միջև հարաբերությունները հասել են վերանայման եւ փոփոխման փուլ համաշխարհային տարածաշրջանային իրողությունների հարմարվելու տեսանկյունից։
Նրա խոսքերով Ռուսաստանը ճանաչում է Հայաստանի իրավունքը վարելու ինքնիշխան արտաքին քաղաքականություն։ Միևնույն ժամանակ դիվանագետը ընդգծում է, որ Մոսկվան ակնկալում է, որ Երևանի համագործակցության զարգացումը այլ գործընկերների հետ չի վնասելու ռուս-հայկական հարաբերություններին եւ չի ուղղված լինելու Ռուսաստանի Դաշնության դեմ։ Անկեղծ ասեմ, շատ հետաքրքիր հայտարարություն է։ Խնդիրը այն է, որ մենք այլևս Ռուսաստանի անկեղծությանը չենք հավատում։ Թե չէ, այս հայտարարությունը շատ հետաքրքիր եւ դրական հայտարարություն է։ Հաստատի Ռուսաստանի դեսպան ասում է այն, որ գնալով Մոսկվա հետ վերադառնալով, այսինքն իրեն հասել են Մոսկվայում, այդպես է դուրս գալիս, որ Հայաստանը ինքնիշխան երկիր է, Ռուսաստանը ճանաչում է ինքնիշխան իրավունքը վարելու արտաքին քաղաքականություն Հայաստանի, ինչպես որ դա ասում էր Պուտինը, միևնույն ժամանակ իրենք հույս ունեն, որ Երևանի համագործակցությունը այլ երկրների հետ չի ուղղված լինի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Եթե սա անկեղծ հայտարարություն է եւ անկեղծ քաղաքականություն է, միանշանակ պետք է ողջունել։ Դուք գիտեք, ես սիրում եմ իրերը կոչել իրենց անուններով, լավին լավ ենք ասում, վատին վատ, հայտարարության տեսանկյունից լավ է, բայց ցավոք սրտի ես չեմ հավատում Ռուսաստանի Դաշնությանը եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքական գործիչների հայտարարություններին։ Հետևենք իրենց գործողություններին, ամենաճիշտը հետևելն է իրենց գործողություններին, բայց մի փոքր հույս է սա ներշնչում, որ Ռուսաստանում հասկացել են իրենց սխալ քաղաքականությունը, դրանից բացի սա նաև կարևոր ազդակ է Հայաստանի իշխանություններին, որ իրենք այլևս չեն ցանկանում ավելի ու ավելի լարել հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ սա ամենայն հավանականությամբ նախապատրաստություն է, որ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչի Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները։ Այսինքն մեր պնդումները, հիշում եք, որ ընտրություններից հետո ամենայն հավանականությամբ ամեն ինչ շատ շուտ կավարտվի եւ Ռուսաստանը կփորձի մի փոքր կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, այդ ամենը արվում էր ընտրությունների վրա հստակ ազդեցություն ունենալու համար, դա ամենայն հավանականությամբ այդպես էլ կար։ Կրկին չեմ ուզում շտապել, բայց ահա այսպիսի հետաքրքիր նախանշաններ կարծես թե երևում են։ Մենք խոսում էինք Պեսկովի հայտարարության մասին, ընտրությունների վերջին արդյունքների մասին եւ որից հետո նոր կարելի է խոսել փոխադարձ այցերի հանդիպումների մասին։ Սա եւս դրա մասին է վկայում, որ Ռուսաստանը համակերպվում է Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ։ Հնարավոր է վերջնական որոշումը դեռ չի կայացվել, դեռ փորձում են հասկանալ, թե ինչ կարող են անել, կարող են թե չէ ինչ-որ մի բան անել, բայց արդեն դրա նախանշանները մենք հստակ տեսնում ենք նաև Ռուսաստանի օրվա արդիվ այդ ընդունելությունը, որը որ կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնենք Իրանում տեղի ունեցողին, Իրանի շուրջ ավելի ճիշտ տեղի ունեցողին, հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց Իրանի շուրջ դժվար էր ընդհանուր առմամբ վերջնական կանխատեսումներ անել, բայց մեկ բան պարզ է։ Հիշում եք, ես ասում էի, թե Իրանը հաղթանակ չի տարել, ինչպես որ ներկայացնում է, թե իբր հաղթանակ է տարել, իրականում Իրանը հաղթանակ չի տարել։ Այդ հայտարարություններին մի լսեք, մի հավատացեք եւ տեսնում ենք, որ ճիշտ էինք, չէինք սխալվում եւ հիմա հաստատի արդեն հուշագիրը պատրաստ է, որը որ կստորագրվի Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ամենայն հավանականությամբ։ Կստորագրվի, չնայած հիմա այս աշխարհում արդեն ոչինչի վրա 100%-ով չես կարող հղում անել, բայց այսպիսի տեղեկությունները մենք ստանում ենք թե Իրանից, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ուրեմն հետաքրքիր զարգացումներից խոսենք։ Թրամփը երեք հայտարարեց, որ այն պայմանավորվածությունները, որոնք որ ձեռք են բերվել Իրանի հետ, եւ այն ինչ հայտնվել է համացանցում, դրանք լրիվ հակառակ բաներ են եւ Թրամփը շատ զայրացած հայտարարություններ անում, որ սրանք ազնիվ մարդիկ չեն, անազնիվ մարդիկ են եւ դրանց հետ շատ դժվար է պայմանավորվել։ Ինակատի ուներ նա իրանցիներին եւ կրկին սպառնում էր։ Հետո հատ արագ մենք տեսանք կայծակնային արագությամբ Աբբաս Արաքչիի հայտարարությունը Թրամփի այդ հայտարարությունից հետո։
Աբբաս Արաքչին ասում է, որ հուշագիրը երբևիցե այսքան մոտ չի եղել, սակայն ԶԼՄ-ները պետք է զերծ մնան բովանդակության վերաբերյալ ենթադրություններից։ Մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը։ Ահա այսպիսի գրառում էր կատարել Աբբաս Արաքչին եւ հետո այս գրառումը կիսեց նաեւ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Երբ Թրամփը զայրացավ եւ այդպիսի հայտարարություն արեց, թե դրանց հետ նորմալ չես կարող բանակցել, անազնիվ մարդիկ են եւ Իրանում հասկացան շատ արագ, որ կարող Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին վերսկսել ռազմական գործողությունները, Աբբաս Արաքչին փաստացի շտապեց այդպիսի հայտարարություն անել Twitter-ում, X-ի իր էջում։ Դրանից հետո շատ շտապ Պակիստանի վարչապետը հայտարարեց, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը արդեն պայմանավորվել են այդ հուշագրի շուրջ եւ ամենայն հավանականությամբ 24 ժամվա ընթացքում այդ հուշագիրը արդեն կնքվի։ Երբևիցե այսքան մոտ չէին եղել կողմերը իրար հասկանալու, հետո արդեն Թրամփը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ կիրակի օրը ստորագրվի այդ հուշագիրը եւ միանգամից Հորմուզի նեղուցը կբացվի։ Դրանից բացի մենք տեսանք մանրամասնություններ արդեն Աբբաս Արաքչիից, Իրանի արտգործ նախարարից, ով ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները բաղկացած են երկու փուլից։ Առաջին փուլում պետք է համաձայնագրի փոխհմբռնման հուշագիր ստորագրվի, իսկ Իրանի միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների վերաբերյալ հարցերը տեղափոխվում են երկրորդ փուլ, որը գալինի արդեն 60 օրից 60 օր անց երկրորդ փուլով արդեն հարցը կոնկրետ վերաբերվելու է Իրանի ատոմային ծրագրին։ Դրանից բացի Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը։ Դե այս վերջի տողերը ավելի շատ ուղղված էին Իրանի հասարակության համար։ Հասկանանք, թե ինչպես է արձագանքել այս ամենին Իրանի հասարակությունը, բայց նախքան դա կարևոր է ասել, որ կան որոշ տեղեկություններ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանին շտապ հատկացնելու է $10 միլիարդ, այսինքն ցարեցված գումարներից այդ գործարքի դիմաց տալու է $10 միլիարդ, հավանաբար 60 օր անց էլի $10 միլիարդ, սակայն ամեն ինչ էլի այդքան միանշանակ չէ։ Երեք հետաքրքիր հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը, ասելով, որ Իրանը մի քանի ԱԹՍ է արձակել, փորձելով հարվածել Հորմուզի նեղուցում անցնող առևտրային նավերին, եւ վերջին ժամերի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը ոչնչացրել են դրանք։ Նեղուցով երթևեկությունը անխոչնդոտ շարունակվում է, հայտնում է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը։ Եվ սա վկայում է այն մասին, որ չնայած այդ հայտարարություններին, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև կստորագրվի այդ հուշագիրը, այնուամենայնիվ բավականին բարձր է լարվածությունը։ Բենյամին Նետանյահուն էլ է հայտարարությամբ հանդես եկել, փաստացի ասելով, որ այդ հուշագիրը, համաձայնագիրը անընդունել է Իսրայելի համար, բայց իրենց հարցանող չկա, իրենց հետ ոչ ոք հաշվի չի նստել, իրենք ոչ մի ձև չեն կարող ազդել այդ փաստաթղթի վրա, որպեսզի այդ փաստաթուղթը չստորագրվի։ Բայց հետաքրքիրը այն է, որ մենք ստանում ենք նաև տարբեր տեսակի տեղեկություններ, որ Իսրայելը այնուամենայնիվ փորձում է խոչընդոտել այդ փաստաթղթի ստորագրմանը, տարբեր սադրանքներ են իրականացվում, որքանով ճիշտ է, որքանով սխալ, իհարկե դժվար է ասել, բայց կան համացանցում շատ այդպիսի տեղեկություններ, որ Իսրայելը ամեն ձևով փորձում է խափանել այդ համաձայնագրի փաստաթղթի ստորագրումը եւ դա է եղել նաեւ այն, որ այդպիսի սուտ իրականությանը չհամապատասխանող կետեր են հրապարակվել համացանցում։ Եվ սիրելի հայրենակիցներ, ահա այս ֆոնին, երբ որ բոլորը հայտարարում են, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև փաստաթուղթը արդեն ստորագրվում է, շատ մոտ է, այս 24 ժամերի ընթացքում կստորագրվի, նույնիսկ շատ ավելի քիչ է մնացել, 24 ժամ 3 էր հայտարարվում, 3 երեկոյան,
Եվ Իսրայելը դժգոհ է, ասում է, որ մեզ լքեցին, մեզ խաբեցին, Իրանում էլ փաստացի համաձայն չեն, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև այդպիսի փաստաթուղթ ստորագրվի, այսինքն վերջ տրվի պատերազմին։ Եվ Իրանի փողոցներում հիմա փաստացի ցույցեր են սկսվում։ Դեռ շատ massայական չեն այդ ցույցերը, բայց արդեն կան ցույցեր եւ ցուցարարները բղավում են Մահ Արաքչիին, ով այդպիսի զիջումների է գնում Միացյալ Նահանգներին, անամոթ Արաքչին զիջումների գնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ վատ հայտարարություններ են հնչում նաեւ Գալիբաֆի հասցեին, կոչ են անում նրան, որպիսի նա հեռանա իր պաշտոնից։ Եթե Մահ Արաքչիին են օրինակ համար բղավում, դա արդեն շատ բանի մասի է վկայում, եւ սա գիտեք ինչի պատճառ է, սիրելի հայրենակիցներ, նրա որ այս մի քանի ամիսների ընթացքում, հատկապես այս մի քանի ամիսների ընթացքում, ճիշտ է տարիներով հակաամերիկյան քարոզչություն է իրականացվել Իրանում, բայց հատկապես այս վերջի ամիսների ընթացքում Իրանում հայտարարում էին, թե իրենք իբր հաղթել են պատերազմը։ Այդ քարոզչությունը այնքան մեծ ուժեղ էր, որ Հայաստանում էլ շատերը հավատացել էին, թե Իրանը հաղթել է այդ պատերազմը։ Բայց մենք տեսնում ենք, որ լրիվ այլ պատկերը կարող է տեղի ունենալ։ Չեմ ուզում կրկին առաջ ընկնել, քանի որ մենք չենք տեսել այդ համաձայնագրի կետերը, բայց ես գիտեմ, որ Թրամփը միանշանակ չի համաձայնվելու, որ Իրանը ունենա ատոմային զենք։ Հիմա քանի օր է կոնկրետ այդ հարցն է քննարկվում, որ սա վերջ է դնելու Իրանի ատոմային ծրագրին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ժամանակ անց կգնան այդ փոշու հետևից, նաև Թրամփն է այդ մասին ասում է մենք այնպիսի հարվածներ ենք հասցրել մեր հզոր ինքնաթիռներով, երկու մեծ ինքնաթիռները նկատի ունի, մեծ ավիա ռումբերով, որոնց միջոցով որ անցյալ տարի հարված հասցվեց Իրանին, հիշում եք, քարանձավներում, եւ այդ ատոմային փոշին հարստացված ուրանը թաղվեց փաստացի խորը գետնի տակ, հիմա ասում է, որ մենք կգնանք եւ այն կվերցնենք։ Նաև խոստովանում են ամերիկացիները, որ կար ծրագիր ցամաքային օպերացիայի միջայլոց վերջերս դրա պատճառով Իրանում ավելի լուրջ միջոցառումներ էին իրականացվել, նաև այդ քարանձավների մոտ ականներ էին տեղադրվել, նաև կղզիները շատ լուրջ ձևով ականապատվել էին Թրամփի հայտարարություններից հետո։ Մի խոսքով, մի կողմից էլ բավականին բարձր է լարվածությունը, բայց այն որ ուշագիրը ստորագրվելու է, համաձայնություն կա, սա էլ փաստ է։ Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա այդ համաձայնագիրը ամենայն հավանականությամբ կստորագրվի ԱՄՆ-ի եւ Իրանի միջև։ Տեսնենք, առաջ չընկնենք, տեսնենք։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։